Քրեական գործած ես պետք դա տեսնելու համար։ Գնացեք ձեր գրած հրապարակումները նայեք, մամուլի հրապարակումները նայեք, պաշտոնական հաղորդագրությունները նայեք։ Ամեն ինչա որ քրեական գործով է լինում։ Բա որ քրեական գործերով այդ ձեր հրապարակումները, որ քրեական գործերով չի հիմնավորվում, ինչի՞ չեք հերքում։ Ինչի՞ չեք հերքում, օրինակ այն հրապարակումներ ներողություն խնդրում հանրությունից, ասելով որ մենք սենց բան էինք գրել, չի հաստատվում, քրեական գործով հերքվել է դա։ Ինչի ներողություն չեք խնդրում։ Բա որ ամեն ինչ քրեական գործերով է։ Բա ձեր քանի հրապարակում է, որ քրեական գործով հիմնավորվել է։ Քանի հրապարակում կա։ Այսինքն սկանդալը հոբանով չի։ Ինչի՞ չեք էլ հարց տալիս, որ այս պաշտոնյանա տուն գնել, այն պաշտոնյա։ Այն բանից հետո, երբ ասում են բրիֆինգին ներկա լրագրողների 70%-ը տուն է գնել։ Հիմա դա կոռուպցիա է, թե կոռուպցիա չի։ Բա ինչի քրեական գործեր չեն հարուցվում այդ առիթներով։ Որ հարուցվեն պետք է ասեն բանը, չէ՞, մամուլի հետապնդումը։ Որ հարուցվեն ասելու են եկեղեցու դեմ հետ։ Մենք ոչ մամուլին ենք հետապնդում, ոչ էլ եկեղեցուն։ Մենք հանրության հետ կիսում ենք մեր տեղեկատվությունը եւ ակնհայտ տեղեկատվությունը։ Հիմա հետաքննություն արեք։ Հիմա ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին տեղեկատվությունը ճիշտ է, թե ճիշտ չի։ Ինչի հարցում։ Միջև այսօր որ լրագրողն է կաթողիկոսին հարցրել աղջիկ ունեք թե չունեք։ Հարց 1։ Երկրորդը դա համատեղելի է արդյոք ծառայության հետ։ Հարց 2։ Ձեր եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է թե չէ։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Եկեղեցին ֆինանսական թափանցիկություն ունի, թե թափանցիկություն չունի։